Աստված օգնի ձեզ։ Տերը օգնի բոլորին, ժողովուրդ ջան, Տերը ձեզ զորացնի, արդեն տեսնում եմ ձեզ, Աստված օգնի ձեզ, ժողովուրդ ջան, ուզում եմ երգեմ, բայց այս մեր փողոցի ձայները, լավ, Տերը օգնի ձեզ, այս երգը ժողովուրդ շատ եմ սիրում, հին երգերից է ինքը, ես երեխա էի, երբ որ գնում էի պաշտամունքի, այս երգերը երգում էին, հիմա շատ քիչ են երգում, բայց միևնույն է, ես շատ սիրում եմ այս երգերը, Տերը օգնի ձեզ, Տերը զորացնի ձեզ, բայց երգիս տեղը խառնեցի, ժողովուրդ ջան, հեսա կգտնեմ, Տերը օգնի ձեզ, հին երգարանա, ժողովուրդ, գիտեք քանի տարվա հին երգարանա, այսքան երեխա էի, ես չեմ գցել ես հին երգարանները, մեկա պահում եմ, որտև հին երգերը ուրիշ է, Տերը օգնի ձեզ, Աստված օգնի, Ահա, փառք Տիրոջը, լավ, ժողովուրդ, են մյուսը երգեմ, մինչև են մեկը կորավ ու կորավ, ահա, չէ, լավ, հեսա, երևի մի քիչ է լարվում եմ, եթեր մտնելուց առաջ, ինչևից է, բնական բանա, ունայնություն է աշխարհը այսին, փառք Տիրոջս, Ունայնություն է աշխարհը այսին, ոչ ոք չասաց ինձ նույնիսկ այդ մասին, օրերը եկան անցան շատ իզուր, երկրում ապրում եմ ինչպես օտարյուր, օրերը եկան անցան շատ իզուր, երկրում ապրում եմ ինչպես օտարյուր, Ով հոգի ծախված ու դատապարտված, աշխարհի կողմից եղար դու խաբված, Ով հոգի ծախված ու դատապարտված, աշխարհի կողմից եղար դու խաբված, Զղջման արցունքով ելա Գողգոթա, Հիսուսիս տեսա ու ծունկի իջա, Աշխարհը ունայն երկինքն է հույսս, Գնեց իր արյամբ իմ Տեր Հիսուսս, Աշխարհս ունայն երկինքն է հույսս, Գնեց իր արյամբ իմ Տեր Հիսուսս, Հոգիս երկնային երկին կգնա, Մարմինս հող է, հողին կդառնա, Հոգիս երկնային երկին կգնա, Մարմինս հող է, հողին կդառնա, Երկնքի դուռն է բացել իմ Տերը, Այնտեղ պիտի գնան Տիրոջ սուրբերը, Հրաման կգա շուտով երկնքից, Հրավեր ունեմ իմ Տեր Հիսուսից, Հրաման կգա շուտով
ով երկնքից, հրավեր ունեմ իմ Տեր Հիսուսից, ով հոգի ծախված ու դատապարտված, աշխարհի կողմից եղար դու խաբված, ով հոգի ծախված ու դատապարտված, աշխարհի կողմից եղար դու խաբված, աշխարհ դու անզոր Տերս քեզ հաղթեց, սև ճիրաններից հոգիս ազատեց, մարդիկ դուք բացեք ձեր քար սրտերը, փշրված սիրտ է սիրում է Տերը, մարդիկ դուք բացեք ձեր քար սրտերը, փշրված սիրտ է սիրում է Տերը, ով հոգի ծախված ու դատապարտված, աշխարհի կողմից եղար դու խաբված, ով հոգի ծախված ու դատապարտված, աշխարհի կողմից եղար դու խաբված։ Հալելույա, փառք Տիրոջս, ժողովուրդ ջան, որ մեկս չի խաբվել այս աշխարհից, ասեք տեսնեմ, բոլորս էլ խաբվել ենք, բոլորս էլ մտածել ենք, թե հա էլի այս աշխարհում ինչ-որ մի բան կա, գնացել ենք ու մի հատ պատի ենք հանդիպել ու Տերը ցույց ա տվել, որ զավակս ոչ մի բան էլ չկա այս ու այն աշխարհում, կյանքը ես եմ, կյանքի իմաստը ես եմ, ուրախությունը ես եմ, երջանկությունը ես եմ, այն ինչ որ դու ման ես գալիս, քո հոգուն հանգստություն, ուրախություն, դա միայն Քրիստոս Հիսուսի մեջ է։ Փառք Տիրոջս, հալելույա, էլի եմ ուզում երգեմ, ժողովուրդ ջան, նշել եմ, այստեղ հին երգերից է, հին երգեր, շատ եմ սիրում, ցավոք սրտի այսօր քիչ են այդ հին երգերը, բայց ես շատ եմ սիրում, այստեղ մեր հիներից, մեր շողի քուրը, Լենա քուրը կիմանան, հալելույա, ով հավատարիմ իմաստուն ծառա, ով հավատարիմ իմաստուն ծառա, Հիսուսը կասի սիրով նրան, հավատքդ դու պահեցիր մինչև վերջ, մտիր իմ ուրախությանս մեջ, հավատքդ դու պահեցիր մինչև վերջ, մտիր իմ ուրախությանս մեջ, երկրորդ գալստյան, երբ մեզի դառնա, իր փառքը երկրի վրա երևա, իր հարսին պատրաստ պիտի գրկինա, նորից դեպ երկինք վերադառնա, իր հարսին պատրաստ պիտի գրկինա, նորից դեպ երկինք վերադառնա, նոր Երուսաղեմ, քաղաք սիրելի, սուրբ բնակարան մեր բաղձալի, քո փողոցներով պիտի մենք քայլենք, Հիսուսիս հետ միշտ ուրախ լինենք, քո փողոցներով պիտի մենք քայլենք, Հիսուսիս հետ միշտ ուրախ լինենք, էլ ոչ սուկ կլինի, ոչ էլ տրտմություն, ինձ զարմանալի ուրախություն, Սուրբ Հոգով լեցուն, հավերժ ցնծություն, ահա երկնային արքայություն, Սուրբ Հոգով լեցուն, հավերժ ցնծություն, ահա երկնային արքայություն։ Հալելույա, փառք Տիրոջը, ժողովուրդ երգել շատ եմ սիրում, շատ երգեք, շատ անգամ ձայնս կտրվում է, խզխզում է, մեկ է, ես պետք է երգեմ ու փառաբանեմ իմ Տիրոջս, հալելույա, եթե ահեղ փորձության օրերին սիրտը դողավախի մեջ ընկած, հիշիր Տերն ինչպես չարչարանք
կյանքներին, իրեն չափ սոսած ու չխղճած, հիշիր որքան կրեց նա տառապանք, հիշիր ինչպես տարավ ցավ ու վիշտ, ինչպես խաչված տեղից հոժարությամբ, մեղավորներիս ներեց ընդմիշտ, նրան պետք է միշտ փառաբանեմ, նրան գովեմ մի շնորհքով, տուր որ Աստված իմ ամեն բան թողնեմ եւ բավարարվեմ միայն քեզնով, տուր որ Աստված իմ ամեն բան թողնեմ եւ բավարարվեմ միայն քեզնով, բայց մի մտածիր հանկարծ իմ ընկեր, թե արդեն հասել ես երկնքին, ինչ է մեզ սպասվում մենք չգիտենք, ինչ կհանդիպի մեզ գալիքին, գիտենք, որ Հիսուսը փորձում է մեզ, որ սրբության հասնենք լիովին, բայց երկրային արհավիրքների մեջ կմնանք արդյոք հավատարիմ, Քրիստոս քո անսահման սիրով օգնիր ինձ ամեն բան տալ, միշտ քո օրինակին հետևելով, մարդկանց փրկության ճամփան ցույց տալ, միշտ քո օրինակին հետևելով, մարդկանց փրկության ճամփան ցույց տալ, կարող է ընտանիքից բաժանեն քեզ, որ առ Աստված հավատքդ կոտրեն, հետո կարող է շատ խիստ փորձվես, հիշիր Տեր կարող է դրանք վերցնել, հիշիր Տերը տալիս է զորություն, ամեն փորձության մեջ այս կյանքի, եթե աղոթքի մեջ լինես դու արթուն, չի թողնի նա քեզ եւ չի կորցնի, Քրիստոս քո անսահման սիրով օգնիր ինձ ամեն բան տալ, միշտ քո օրինակին հետևելով, մարդկանց փրկության ճամփան ցույց տալ, միշտ քո օրինակին հետևելով, մարդկանց փրկության ճամփան ցույց տալ, հալելույա, փառք մեր Տիրոջը, հալելույա, Տերը ստա, որ հավատարիմ լինենք, ժողովուրդ ջան, անկախ ամեն բանից, հավատարմությունը շատ լավ բան է, եւ Տեր իրան հավատարիմ ծառայողներ է փնտրում, մի հատ կարճ աղոթենք, որ Տերը ինքը կառավարի այս պաշտամունքը, Տերը օրհնի, Տերը վերցնի իմ շուրթերը եւ ես լինեմ անոթ երկնքից վերցնող եւ ձեզ փոխանցող, հալելույա, փառք քեզ, երկնային Աստված, գոհանում են քեզանից, շնորհակալ եմ իմ բարձրյալ Տեր, իմ Աստված, գոհանում եմ այս հնարավորության համար, Տեր, որ տվել ես, Տեր, իմ նման անպիտանին էր, Տեր, անարժանին, քեզ զավակ ես դարձրել եւ օգտագործում ես քո անվան ու փառքի համար, Տեր, մարդը չերևա, մարդը ոչ մի բանա, դու փառավորվես, քո անունդ մեծանա, հալելույա, որտեվ ինչ որ ունենք, ինչ շնորհքներ, ինչ որ կա, քեզանով է, ինչ բարի տուրք եւ կատարյալ պարգև կա, քեզանով է եւ դեպի քեզ, հալելույա, օրհնիր պաշտամունքը բոլոր լսողներին, Տեր, թող սերմ ընկնի պարարտ հողի մեջ եւ պտուղ տա, հալելույա, գոհանում եմ, շնորհակալ եմ, փառքով փառավորյալ, փառավորվիր ամեն բանի մեջ, ամեն, հալելույա, փառք մեր Տիրոջը, ժողովուրդ ջան, երբ որ մի քանի օր էր մնացել, ասենք Կիրակի օրը, գիտեմ, որ պիտի ծառայեմ, բայց աղոթում եմ, էլի Տեր, ես ուզում եմ դու խոսաս, ես չեմ ուզում ես խոսամ, ես ուզում եմ դու խոսաս, ես ուզում եմ դու թեման տաս, ինչի մասին ես ուզում, որ ես խոսեմ, եւ Սուրբ Հոգին դրեց սրտիս, ժողովուրդ ջան, Սուրբ Հոգով լցվելու մասին, այսօր ես պիտի խոսեմ Սուրբ Հոգով լցվելու մասին, տեսեք մի քանի օր առաջ Պենտեկոստե էր, հա, Սուրբ Հոգու գալուստը, բոլոր եկեղեցիներում
տոնում են շատ ուրախությունով, ցնծությունով, շատ սպասումներով, որ մարդիկ կմկրտվեն Սուրբ Հոգով եւ այդպես Տերը իմ սրտին դրեց խոսելու Սուրբ Հոգով լեցվելու մասին, որտեղ գիտեք սիրելիներս, Սուրբ Հոգով մկրտվել եւ Սուրբ Հոգով լցվել դրանք տարբեր բաներ են։ Ցավոք սրտի այսօր շատերը խառնում են դա եւ մտածում են, որ Սուրբ Հոգով մկրտվել են, ուրեմն դա նույն բանն է։ Չէ, սիրելիներս, ես օրինակ բերեմ, օրինակի համար մի հատ տուն է, վերանորոգման աշխատանքներ ա գնում եւ բերեցին, տեղադրեցին այդ ասենք կռանթա, ինչա, հա, այդ տրուբաները քաշեցին, այդ վինտիլները ամեն ինչ տեղադրեցին, բայց այդ վինտիլը կբացես, կռանթը կբացես, կթողես այդ ջուրը հոսի, դա արդեն քո ընտրությունն է, ինչքանով դու կբացես, այդ ջուրը կգա, կարող է կռանթը տեղադրել են, ասենք այդ վինտիլներն այդ ամեն ինչ այդ տրուբաները բերեցին, քաշեցին, բայց դու տարին մեկ ասենք չես բացում, այդ ջրից չես օգտվում։ Նույնը Սուրբ Հոգով մկրտվելն է։ Հա, սիրելիներս, Աստված կներեք, Աստված իր հոգին դրեց, հա, որտեղ խնդրողը ստանում է, փափագողը, այս մեկին մկրտեցեն, մեկին մկրտեցեն, մյուսին մկրտեց, բայց հիմա իչքանով այդ մարդ այդ վինտիլը կբացի, որ այդ ջուրը գա անընդհատ ինքը խմի, այդ արդեն քեզանից է կախված, այդ վինտիլ տեղադրողը չի գալու ամեն անգամ քո կռանթը բացի փագի, էդի քո տունն է, էդի դու պիտի ամեն օր բացես, թողես, որ այդ ջուրը հոսի, հասկանում եք ինչ եմ ասում ժողովուրդ, այդպես էլ Սուրբ Հոգով մկրտվելն է, Տերը բերեց այդ վինտիլները, տրուբաները, ամեն ինչը տեղադրեց, քաշեց, բայց թե ինչքանով դու Սուրբ Հոգով կլցվես, ինչքանով Սուրբ Հոգուն տեղ կտաս քո ներսը, ինչքանով կբացես ամեն օր այդ կյանքի ջուրը խմելու, այդ արդեն քո ամեն օրվա ընտրությունն է։ Ասենք օրինակի համար արթնացանք, էսի հեռախոսը, էսի գիրքը։ Ես պետք է ընտրություն անեմ, հեռախոսը կվերցնեմ, ինչ որ հետաքրքիր բաներ կնայեմ, թե գիրքը կվերցնեմ ու կսկսեմ կարդալ։ Էդի ոչ մեկ իմ տեղը չի անելու։ Դրա համար Աստված իր հոգին դրել է եւ ասում է զավակս, ես քեզ մկրտել եմ Սուրբ Հոգով, բայց ինչքանով ես դու լցվում Սուրբ Հոգով, ինչքանով ես դու Աստծո հոգուն տեղ տալիս, ինչքանով ես դու լցվում Սուրբ Հոգով, դա արդեն քո ամեն օրվա ընտրությունն է։ Ոնց ես դու վերաբերվում, դու սովածանում ես Աստծո խոսքին։ Տեսեք, մենք որպես մարդ մեր մարմինը կերակրելու համար օրվա մեջ 3 անգամ, միգուցե ոմանք 4 անգամ, մարդկա կարող է 2 անգամ ասնվում, տարբեր մարդիկ տարբեր, բայց գոնե հեչի պես 2 անգամ կամ 3 մենք մեր մարմինը սնում ենք, չհաշված սուրճ ենք խմում, դեսերտ, որտեղ մարմինը, հա, ինքը պահանջում է, ինքը սով է ազգում, նույնը եւ հոգին, եւ հոգին էլ ինքը ունի իր կերակուրը, որը որ Աստծո խոսքն է, որը որ աղոթքն է, եւ այդ ամեն ինչ անելով դու հոգեվոր մեծանում ես, դու լցվում ես, երբ որ դու Աստծո հետ հարաբերվում ես, դու իրան հանդիպում ես, ներքին սենյակ ես ունենում, եւ այդ ժամանակ Տերը գալիս է հանդիպելու, երբ որ ինքը մարդուն ստեղծեց, ամեն երեկո ինքը գալիս էր դրախտի պարտեզը եւ իր ստեղծած մարդուն հանդիպում էր ժողովուրդ, որովհետեւ ինքը հայր էր, ինքը կարոտում էր ամեն երեկո եւ դա տեսնում էր սատանան եւ մտածեց ոնց անի որ խաթարի այդ հանդիպումը, որտեվ ինքը չար է, ինքը արտաքսվել էր երկնքից եւ ամեն բան անում էր, որ եւ հասավ, հա, կարծես արդյունքի հասավ։ Դրա համար սիրելիներս,
մի փոխեք այն ժամերը, որ ձեր տիրոջն է ոչ մի բանի հետ, մի փոխեք, եթե դու հոգևոր մարդ ես, եթե դու արթնացել ես, քորը սկսի աղոթքով, աշխատանքի ես գնում, չես հասցնում, ոչինչ, 20 րոպե շուտ արթնացի, բայց քո օրը հանձնի Հիսուսին, մի հատ Սաղմոս կարդա գնա քո գործին, կարող ենք, չէ՞, պատճառաբանություններ չի լինելու, ժողովուրդ, Տերը մեր ապրած կյանքը նկարում է, գիտեք, դուք ինձ ասես տեսնում եք, հա, ասենք այս վիդեո տարբերակով, գիտությունը զարգացել է, բայց այդ ամեն ինչը այնտեղից է գալիս, այնտեղից մեզի նկարում են մեր ամեն րոպեն, ամեն ժամը, եւ Տերը ցույց է տալու, էսի դու, էսի քո ապրած կյանքը, եթե դու ուզես, դու իմ հետ կհանդիպես, մահանանես չի լինելու, վայ Տեր ջան, չհասցրի, վայ երեխես, վայ թոռս, վայ գործս, չենք արդարանա, մարդու մտքին, որ լինում է, մի բանի հասնելու ինքը հասնում է, եթե դու սիրում ես Հիսուսին, եթե դու պաշտում ես Հիսուսին, ինչքան էլ զբաղված լինես, գոնե թե մի հատ կարճ աղոթք 15-20 րոպե լավ, մի հատ Սաղմոս կարդա, քո օրը հանձնի Հիսուսին եւ հետո գնա քո գործերին, դրա համար ցավոք սրտի շատերը Սուրբ Հոգով մկրտվում են, բայց տարիներ հետո այդ Սուրբ Հոգին անգամ լռում է, գիտեք, այտենց էլ է լինում, Սուրբ Հոգու աղոթք չի բարձրանում, որտեվ հոգուն չեն տեղ տվել, կրակը չկա, սկզբնական այդ ընթացքը մի քիչ բոցավառվել է ու հանգել է, եւ շատերի հետ եմ ես խոսացել, որ անգամ մեղքեր են գործել եւ լեզվի աղոթքն էլ չկա եւ մինչեւ աղոթել ենք զղջացել է, խոստովանվել է, ապաշխարվել է, նոր լեզուների աղոթքը նորից բխել է, Աստծո հոգին շատ նուրբ է, մի տրտմեցրեք, ժողովուրդ, մարդը, որ մարդը ինչ-որ մի բանից նեղանում է, բա Աստծո հոգին, որ քո համար ոչինչ չի խնայել, ես այսօր առավոտյան աղոթքաժողում ասում էի մարդկային սիրո եւ աստվածային սիրո մասին, ոչ մեկ մեր համար կյանք չի տա, երբեք, բայց Աստված տվել է, ու ինչքան տրտմում է իր հոգին, որ այդ Աստված, որ մեր համար ամեն ինչ արել է, մենք շատ անգամ 5 րոպե չունենք այդ Աստծո համար, դրա համար սիրելիներս շատ կարևոր է, որ մենք լցվենք հոգով, Ես ուզում եմ, որ դուք բացեք Գործ Առաքելոց 1:8-ը, մենք միասին կարդանք, ես այստեղ մի քանի համարներ եմ գրել, միասին նայելու համար, հիմնականում Սուրբ Հոգու վերաբերյալ, Սուրբ Հոգով լցվելու փառք Տիրոջս, Տեսեք, երբ որ աշակերտները մեկտեղ հավաքված են, ինչ է ասում, բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա կգա, սա Սուրբ Հոգու մասին է, եւ ին վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, բոլոր երկրի ծայրերը, երբ որ հոգին գա, դուք զորություն կառնեք, փառք Տիրոջը, այս հոգու համար, որ մեր յուրաքանչյուրի ներսը դրել է, ժողովուրդ ջան, ինչքան էլ տկար լինես, ինչքան էլ թուլացած լինես, երբ որ հոգին գալիս է, ինքը քեզ զորացնում է, եւ դրա համար այսօր Տերը իր կողմը արել է, հա, Սուրբ Հոգին տվել է, բայց լեցվելը քո գործն է, դու պետք է լեցվես, դու պետք է այդ կռանթը բացես, որ այդ ջուրը հոսի, ժողովուրդ ջան, կներեք, որ սենց մեր լեզվով եմ խոսում, չգիտեմ, ծորակ ասեմ, բայց չեմ ուզում, հա, ինչ-որ հասարակ լինենք, սենց կուլտուրական բառերի հետևից ընգնեմ, կռանթա, ծորակա, ինչա ամեն դեպքում կարևորը ինձ հասկանում եք, այդ բացելու գործը մերն է, որ պետք է բացենք, որ այդ ջուրը հոսի, Տերը ասում է, ես տեղադրել եմ, այդ ամեն ինչը տեղադրել եմ քո ներսի տան մեջ, բայց ես չեմ գալու քո տեղը բացեմ, դու պիտի բացես քո ներսը, ասում է ինձ հավատացողի փորից կենդանի ջրի գետեր կբխի, կենդանի ջուր, էդի հոգու ջուրն է,
ասում այն ջուրը, որ ես կտամ, դա հավիտենական կյանքի աղբյուր կլինի։ Եվ կենթանի ջրի գետեր կբխի, դա Աստծո հոգու մասին է ասում։ Դրա համար սիրելիս, այսօր մի բավարարվի, որ հասել ես մի հատ կետի, դե լավ է, ջրով մկրտվել եմ, Սուրբ Հոգով մկրտվել եմ, ուռա, երկնքում եմ։ Միշտ ապիր, դեռ դու Սուրբ Հոգով լեցվելու, հոգևոր աճելու ու մեծանալու լիքը տեղեր ունես։ Սուրբ Հոգով մկրտվելը ընդամենը ոնց է, ասենք սենց օրինակ բերեմ, ժողովուրդ, տղամարդը հավանում է մի հատ, ասենք, աղջկա եւ պիտի ամուսնանա, գնում է եւ նշանի մատանի է դնում, խոսում են բարեկամներով, հավաքվում են, նշանի մատանին դնում է, բայց եթե որ ժամանակի ընթացքում էս փեսացուն տեսնի, որ էս աղջիկը ինքնագլուխ, ինքնահավան, չի ենթարկվում այն բաները, որ պիտի ասենք փեսացուին հաշվետու լինի, հա, ինքնագլուխ, ինչ ուզում անում, ուր ուզում գնում, ոնց ուզում անում, որ ժամին ուզում գալի տուն, այս տղան կմտածի, արդյոք ես ինչ արեցի։ Եվ շատ դեպքեր ա լինում, որ այդ նշանը հետ են վերցնում, ինչի համար, որտեղ տեսնում են, որ ինչ որ սխալ ընտրություն կատարեցին։ Եվ նշանը հետ են վերցնում, տենց էլ Սուրբ Հոգին է, երբեք արխային չընկնեք, դե լավ է, Սուրբ Հոգին տրվեց, էլ վсё, Տերը նշանը դրեց, բայց քո կյանքը, քո հավատարմությունը ոնց ես վերաբերվում Աստծո Հոգուն, դա արդեն Տերը երկնքից նայում է, ոնց ես դու գնահատում այդ Հոգին, արդյոք հոգով լեցվում ես, թե բավականացել ես, ինչ լավ է, Սուրբ Հոգի ստացա, արդեն ամպերի մեջ եմ, չէ, դու Սուրբ Հոգով լեցվելու տեղ ունես, բա ինչ է ասում, հոգին մի հանգցնեք, մի մարեք, իչքանով ես տեղ տալիս այդ Աստծո հոգուն, իչքանով ես աղոթում, իչքանով ծնկների կյանք ունես, իչքանով ես սիրում կարդալ Աստվածաշունչը, սիրելիներս այսօր շատ քչերն են, որ Աստվածաշունչ են կարդում, լավ չի էդի, կարդացեք Աստվածաշունչը, անկախ ամեն բանից, YouTube-ա, քարոզները, էդի ամեն ինչ իրա տեղը, բայց այն, որ դու կարդում ես, այդ դրա օրհնությունը ուրիշ է, դրա բացվածը ուրիշ է, այն որ Աստծո հոգին քեզի բացում է, խոսքի վրա մեկ էլ հայտնություն է տալիս, դրա համար սիրելիներս, արխային չընկնեք, որ դե Սուրբ Հոգի ունենք, լավ է, վсё, չէ, այդ նշանը կարա հետ վերցնի, ինչի համար հայտնության մեջ ասում է, նայի, որ անունդ չջնջվի կենաց գրքից, նայի, որ քո պսակը ուրիշը չառնի, եթե որ դու արխային ես ընկել, որ դու ջրով մկրտված ես, հոգով մկրտված ես, ոնց ուզես ապրես, ինչ ուզես անես, Աստված հետ կվերցնի, ու շատ դաժան կլինի, երբ որ քո կյանքում Աստծո հոգին սկսի լռել։ Դրա համար սիրելիներս, ես այսօր համարներ եմ առանձնացրել, տեսեք մինչև ուրեմն Հիսուսի, մինչև Սուրբ Հոգուն ուղարկելը, աշակերտները վախի մեջ էին, դռները փակել էին, պաղկվել էին, երբ որ եկավ համարյա Մագդաղենացին դուռը ծեծեց վախվորած, բայց երբ որ հոգին առան, զորություն առան, էլ ինչ վախենալ, էլ ինչ Պետրոսին գլխի վայր խաչեցին, Հակոբոսին սրատեցին, որ մեկը չնահատակվեց Հովանես առաքյալից բացի։ Հովանեսին էլ պտի սպանեին, բայց դե Տերը ասել էր, որ չի մեռնելու։ Հիմա տեսնում եք տարբերությունը հոգով լցվելու եւ մինչեւ հոգին, վախվորած դռները փակել էին։ Բայց հոգուց հետո արդեն գնում էին, տաճարում ավետարանում էին, ծեծում էին, բանտն էին դնում, ասում են էլ այդ անունով չքարոզեք։ Աստեղ ծեծում էին, ընդ գնում քարոզում էին, ուրախանում էին, որ արժանի եղան Հիսուսի անվան համար նահատակվել, հալածվել, ծեծվել, քարկոծվել։ Ստեփանոսը Սուրբ Հոգով լցված մարդ էր, ինքը Աստծո հոգով իմաստությունով։ Ուզում եմ կարդամ մի հատ Ստեփանոսի համար, ժողովուրդ մի րոպե, մի հատ համար նայեմ, Ստեփանոսին իդեպ շատ եմ հավանում, իմ համար ինքը ոնց են ասում, ուրիշ կալիբրի հավատացյալ է,
համարձակությունով լցված, փառք Տիրոջը։ Ահա, եւ Ստեփանոսն էլ հավատքով եւ զորությունով լցված, ես կարդում եմ Գործք առաքելոց 6-րդ գլուխ 8 համարից։ Ստեփանոսն էլ հավատքով զորությունով լցված եւ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում։ Եվ տեսեք, սիրելիներս, հոգիներ ընտրեցին 7 հոգի սեղանի սպասավորության, որտեվ այն ժամանակ ամեն բան հասարակած էր։ Ժողովուրդ եք այն ժամանակներին։ Մարդիկ իրանց տները ծախում էին, բերում էին առաքյալների ոտերի մոտ էին դնում։ Ու ոչ մեկ չէր ասում, էսի իմն է, էսի քոնն է, ես այսքան տվեցի, դու քիչ տվեցիր։ Որտև այն մարդկանց նենց ավետարան էին քարոզում։ Պետրոս էր, առաքյալներն էին, մյուսները, որ իրանց բացվում էր երկնային արժեքները, ընդեղ էլ ոչ տուն էր աշկին գալիս, ոչ դաչա, ոչ հողամաս, ծախում բերում էին առաքյալների ոտերը, փառք Տիրոջը։ Եվ ուրեմն 7 հոգի ընտրեցին ժողովուրդ, որոնց մեջ էր նաև Նիկողայոսը, ես կուզեմ մի հատ այդ համարը կարդամ, և ընտրեցին Ստեփանոսին Սուրբ Հոգով և հավատքով լցված մարդ էր և Փիլիպոսին և Պրոքորին և Նիկովրային և Տիվմոնային և Պերմանեին և Անտիոքացին նորահավատ Նիկողայոսին։ Սիրելիներս, հետո մենք կարդում ենք հայտնության մեջ, որ այս Նիկողայոսը ինքը շեղվում է և սուտ հավատք հնարում իր խելքից հնարած վարդապետություն, որը որ Տերը շատ խիստ ասում է, ես ատում եմ Նիկողայոսյանների վարդապետությունը։ Եկեք կարդանք հայտնություն 2-րդ գլուխ, շատ կարևոր բան եմ ասելու, ժողովուրդ ջան։ Հայտնություն 2-րդ գլուխ 15 խոսքից։ Այսպես դու էլ Նիկողայոսյանների վարդապետությունը պահողներ ունես, որ ես ատում եմ, ապաշխարիր, ապա թե ոչ շուտով քեզ մոտ կգամ և կպատերազմեմ նրանց հետ իմ բերանի սրովը։ Տեսեք ժողովուրդ, Նիկողայոսյանների վարդապետությունը պահողներ կային, որը որ Տերը ատում է։ Իսկ որն է Նիկողայոսյանների վարդապետությունը, գիտեք էդի որն է, երբ որ քարոզում էին, որ մեղքի դեմ պատերազմ պետք չի։ Մեղք բառը իրանց գրքերից հանում են, մեղքի տեղը մտցնում են սխալմունք, շփոթություն, այսինքն այն, որ մենք կարդում ենք, որ արյուն թափելու չափ հակառակ կացեք մեղքին, դա իրանք ջնջում են։ Նիկողայոսյանների վարդապետությունը, ինչ ուզում ես արա։ Մարմինը, անձը, թուլությունը, տկարությունը, Տերը ասում է, ես ատում եմ, լսի, ես ինչ վարդապետություն եք հնարել։ Բայց այս Նիկողայոսը տեսանք, որ այս 7-ի մեջ էր, որտեղ ընտիր առաքյալ Ստեփանոսն էր, մյուսները, եւ այս նորահավատ Նիկողայոսը, եւ տեսեք վերջում ինչ արեց, վարդապետություն հնարեց, որ մեղքի դեմ պայքարել պետք չի, մեղքին դեմ դնել պետք չի, դա մեր թուլությունն է, ոչինչ, Տերը ասում է, ես ատում եմ այս վարդապետությունը, Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է, մինչև արյուն թափելու չափ հակառակ կեցի մեղքին, ոնց որ Կայենին ասեց, մեղքը դռան մոտ քեզ է փափագում, բայց դու իշխիր։ Եվ ինչ եմ ես բերում այս երկու օրինակը, Ստեփանոս և Նիկողայոս, նրան էլ տեսեք, նրան էլ, ժողովուրդ, երկուսն էլ ձեռնադրվեցին առաքյալների կողմից, երկուսն էլ Սուրբ Հոգով լեցված, բայց Նիկողայոսը, տեսեք ինչ նուրբ բան կաստե, կապ չունի ով է քեզ ձեռնադրել,
հովիվ ես, ծառայող ես, ով ա իրա դաբրոն տվել, հա, մեր խոսքով ասած, եթե դու զգուշություն չանես տիրոջ շավիղների մեջ, դու ես Նիկողայոսի օրը կընկնես, որ վերջում իրա վարդապետությունը հնարեց, եւ իչքան մարդկանց իրա հետ տարավ կորստյան, Նիկողայոս, հիշեք Ստեփանոս եւ Նիկողայոս, երկուսն էլ ձեռնադրված, երկուսն էլ ընտիր անոթներ էին, բայց եկավ ժամանակ, հələ տեսեք Ստեփանոսի վերջը ու Նիկողայոսի վերջը, Ստեփանոսը նահատակվեց, բացված երկինքը տեսավ Աստծու որդուն, բայց Նիկողայոսը շեղվեց, գնաց իրա գլխից դուրս վարդապետություն հնարեց, մեղքի դեմ պետք չի պայքարել, էդի մեր թուլությունն է, էդի մեր բնությունն է, ինքը կործանվեց եւ շատերին էլ իրա հետ տարավ կործանման։ Դրա համար քո վարդապետը եւ ուսուցիչը պիտի լինի Սուրբ Հոգին։ Ինչի եմ ես ասում, երկուսն էլ ձեռնադրվեցին, երկուսն էլ նույն եկեղեցու մեջ էին, երկուսն էլ նույն քարոզներն էին լսում։ Ստեփանոսի վերջը նայի, Նիկողայոսի վերջը նայի։ Ինչ դարձավ, մոլորեցնող։ Մի վարդապետություն հնարեց, որ Տերը ասում է, ես ատում եմ, Նիկողայոսյանների վարդապետությունը ես ատում եմ։ Դրա համար կապ չունի, դու ինչ եկեղեցի ես գնում, ով է քարոզում, քո ուսուցիչը պետք է լինի Սուրբ Հոգին։ Հովիվն է, ասենք օրինակի համար, իհարկե են, որ ասում են նիդայ բոգ, բայց շեղվես ճանապարից, ինչ հա դու էլ պետք է շեղվես։ Հովիվն է ընկավ, հոգևոր վիճակից ընկավ։ Ով է քո առաջնորդը, ում ես նայում։ Պետք է գնաս իրա հետ կորստյան։ Քո ուսուցիչը եւ վարդապետը պետք է լինի Սուրբ Հոգին։ Քո ուսուցիչը եւ վարդապետը պիտի լինի քո Սուրբ Հոգին, որտեւ մարդը կարա շեղվի։ Մարդը այսօր կանգնած է, վաղը կարա անգնի։ Ում հետևից ես դու գնում։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի հատ խմբի մեջ էի, Հովիվն ասեց այն ում հովիվը, որ Հիսուսն է, թո դուրս գա։ Այսինքն ինքը ուզում էր մենք բոլորս իրա թրի տակով անցնենք։ Ու ես դուրս եկա, որտեվ իմ հովիվը Հիսուսն է։ Ես մարդկանց թրերի տակով չեմ անցնում։ Եթե Տիրոջից վախեցող հովիվ ես, սիրով կհնազանդվեմ ըստ Աստծու խոսքի, որ Տերը ասում է հնազանդվեք ձեր հոգևոր առաջնորդներին, բայց եթե դե հոգևորություն չկա, ես քո ինչին հնազանդվեմ, ախպեր ջան։ Այսօր վերցրել են խոսքը գրած է ձեր առաջնորդներին, բայց այն նրանց ովքեր հոգով են առաջնորդվում, եթե դու արդեն մարմնավոր ես առաջնորդվում, ես քո ինչին հնազանդվեմ։ Դրա համար տեսեք ժողովուրդ տարբերությունը Ստեփանոս եւ Նիկողայոս։ Նրա վերջը տեսեք եւ նրա վերջը, դրա համար նույն եկեղեցում մեծացած, նույն քարոզը լսած, նույն հոգևոր սնունդը կերած, ձեռնադրված նույն մարդկանց կողմից նա շեղվեց, իսկ նա փառավոր հաղթանակ մարտիրոսություն ունեցավ։ Ինչի համար, որտեղ Ստեփանոսի հովիվը Հիսուսն էր, որտեղ Ստեփանոսը հոգով էր առաջնորդվում։ Դրա համար այսօր քեզի գառանտիա չկա, գիտես, այս հովիվի ձեռի տակ ես, այս եկեղեցու, եթե քո հովիվը, քո առաջնորդը, քո Սուրբ Հոգին չի, եթե դու իրանից չես սովորում, իրանից չես լսում, Աստված չանի, հովիվն շեղվեց, մյուսը շեղվեց, քիչ են եղել ժողովուրդ։ Ասում է հոգով սկսեցիք մարմնով ավարտում եք, քիչ ա լինում։ Պատահում է, չէ՞ ցավոք սրտի։ Դրա համար քո առաջնորդը, քո հովիվը պիտի լինի Աստվածաշունչը, այս գիրքը պիտի լինի։ Այսօր իմ աղջիկը գիտեք ինձ ինչ է ասում։ Մամա, ասում է, այս գիրքը մաշված է, թազա էլ ունեմ, էլի, ես չի որ թազա գրքեր չունեմ։ Այն թազա գիրքը դբեր։ Ասում եմ, այս գիրքը լիքը պատերազմներ անցած գիրք է, այս սաղ մաշվել է, այնքան եմ կարդացել, բայց մեկ է, ոսկեզոծել ունեմ, բայց այս իմ համար թանկ է, որտև էսի շատ հոգևոր պատերազմներ ա տեսել այս գիրքը, դրա համար էսի պտի լինի մեր առաջնորդը, էսի պտի լինի մեր հովիվ, Աստծու խոսքը, այսօր շատերը ման են գալիս մարգարեներ, հա, մարգարեությունը պետք է, բան չեմ ասում, բայց այս ամբողջ խոսքը ժողովուրդ մարգարեական խոսք է, հələ բացի փափագով տենամ Տերը չի խոսա հետդ, Տերը քեզի բան չի ասի, հնարավոր չի, որ դու փափագով, ծառավով,
ասես Տեր, ես ուզում եմ, որ դու իմ հետ խոսաս ու ինքը չխոսա, հնարավոր չի։ Դրա համար սիրելիներս, հնազանդվեք ձեր առաջնորդներին, ես հակաբաներ չեմ քարոզում, բայց այն առաջնորդներին, ովքեր հոգով են առաջնորդվում, հոգով ու Աստծո խոսքով, ճշմարտությունով, այն որ պետքա կյանքս էլ տամ, բոլոր այն ծառայողների համար, ովքեր սրտան սիրում են մեր Հիսուս Քրիստոսին, դրա համար ժողովուրդ լեցվել ա պետք, հոգով լեցվել ա պետք, տեսեք երկուսը ձեռնադրվեցին, երկուսը ծառայող էին, բայց գնում ենք հայտնության գիրք, տեսնում ենք Նիկողայոսը իր գլխից դուրս վարդապետություն ա հնարում, եւ ինչ վարդապետություն, որ մեղքի դեմ պայքար պետք չի, սա լրիվ սատանայական ուրեմն վարդապետություն ա, Տերը ասում ա, ես ատում եմ, դրա համար իչքան կարևոր ա, որ Սուրբ Հոգով լեցվեք ժողովուրդ, այսօր չար ժամանակներում ենք ապրում, այսօր ողջամիտ վարդապետություն շատ քչերի բերանից կլսես, գիտեք այսօր իչքան մարդիկ շեղվում են, ցավոք սրտին հենց բաներ ենք իմանում, տարիների եղբայրներ, բանտեր նստած, նեղություն քաշած, գալիս ա մի հատ պահ արթուն չեն լինում, չեն լցվում Սուրբ Հոգով, տեղ են տալիս մեղքին, դուռ են բացում, մեկ է տեսնում ես արդեն շեղում ա, սխալ վարդապետություն ա քարոզում, սխալ վարդապետություն եւ ցավոք սրտի շատ են, դրա համար եթե որ դու Սուրբ Հոգու հետ կապ չունենաս, ով ա քեզ ասելու ճշմարտություն, Աստծո խոսքը ասում ա, իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով գերի ա գնում, օրինակի համար ես իմ վրա օրինակը բերեմ, ոչ մեկ չնեղանա, թե պետք հավլիցի տենց բան չլինի հավիտյալ, ես եմ մի հատ սխալ բան եմ ձեզ ասում, ինչա պտի անենք, ես եմ շեղվել եմ օրինակի համար, դրա համար Տիրոջ հետ լինի ձեր կապը, ամեն օր ես գիրքը ուտես, առավոտյան արթնանում ես կեր, իչքան ազատ ժամանակ ես գտնում, վազի մի հատ Սաղմոս բացի կարդա, գործ ես անում, ես միշտ ժողովուրդ նաուշնիկները իմ ականջինը, ես միշտ անգամ գործի մեջ երգեր եմ լսում, երգում եմ քթիս տակ, ու այնքան օրհնվում եմ, որ ես իմ գործերն էլ այնքան արագ անում եմ, որ ես էլ չեմ զգում, ես ոնց արեցի, որտեվ ես ժամանակը ծախու եմ առնում, ես ասենք գիտեմ, որ ես բանը պետք է անեմ, կարելի է լսել, համ հոգևոր լսել, համ անել, համ օրհնվում եմ, համ գործս առաջ գնում, փառք Տիրոջը, դուք էլ սովորեք այդպես, ժողովուրդ ջան, միշտ ժամանակ հատկացրեք, աշխարհից կտրեք, տվեք Հիսուսին, եւ կտեսնեք ինչքան օրհնվում եք, Սուրբ Հոգով լցվելը դա է, երբ որ ամեն ատեն լցվում ա ներսդ, լցվում ա, մեծանում ես, հավատքդ մեծանում ա, աճում ես, ես մի հատ էլ տեղ կուզեմ կարդալ, Եփեսացիներից 5-րդ գլուխը, տասնութ խոսքից Եվ մի արփենակ գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեցեք հոգով, խոսելով ձեր մեջ սաղմոսներով, օրհնությունով, հոգևոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը, ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացեք Աստվածանից եւ Հորից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից, երբ որ դու Սուրբ Հոգով կլցվես, այդ ժամանակ դու կգոհանաս, գիտես, դու չես նայի դժվարություններին, բոլորիս կյանքում էլ կա դժվարություն, ժողովուրդ տնես չի, որ իմ կյանքում չկա, մյուսը, ըստեղ բոլորս ամեն մեկը մեր խաչը ունի, բայց երբ որ Հոգով լցվում ես, դու ամեն բանի մեջ գոհանում ես, որտեվ ամեն բանի մեջ Տիրոջ ձեռքն ես տենում, անգամ նեղությունների մեջ, սիրով գոհանում ես, շնորհակալ ես լինում, մի հատ էլ եմ ուզում համար կարդամ, տեսեք, Ստեփանոսի մասին ա դարձյալ,
Գործ կառաքելոց 7-րդ գլուխը 54 համարից։ Երբ որ Ստեփանոսը իր ճառն էր ասում, հա, ուրեմն սկսեց ծննդոցից, եկավ մինչև Մովսեսով եւ ինչ ասում, դուք մարգարեներին սպանեցիք, դուք միշտ հակառակ եք, շատ դիպուկ խոսացող ինքը աղբեր ա եղել, եւ երբ որ ասում այս խոսքերը լսեցին, իրենց սրտերումը կատաղում էին եւ ատամները կրճտացնում էին նրա վրա։ Ուրեմն այդ փարիսեցիներին, այդ սուտ հավատացյալներին դիպուկ ընդեղ ասում սրտով եւ ականջով չթլփատվածներ, դուք մի Սուրբ Հոգուն հակառակ եք։ Այդ էս դիպուկ խոսում է եւ ատամները կրճտացնում էին, բայց ինքը ինչ է անում, տեսեք, իսկ նա Սուրբ Հոգով լցված դեպի երկինք նայեց եւ Աստծո փառքը տեսավ եւ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմումը եւ ասեց. ահա տեսնում եմ երկինքը բացված եւ Մարդի որդին կանգնած Աստծո աջ կողմում։ Հալելույա։ Երբ որ դու Սուրբ Հոգու ներկայության մեջ ես, երբ որ այդ կրակը քո մեջ է, դու չես տեսնում այդ կրճտացնող ատամները, որ սպասում են, որ քեզ հեսա հոշոտեն։ Հավատքով ինքը նայում էր երկինք եւ Աստծուն փառք տվեց եւ տեսավ Հիսուսին։ Այսօր ինչ ես դու տեսնում, սիրելիս։ Եթե այսօր հոգու մեջ չես, բնականաբար կլսես այդ ատամների կրճտոցը, իրանց խոսքերը քո մասին, այդ իրանց չար հայացքները, վիճակից կընկնես, էլ որ դու երկինքը տենաս, որ դու Հիսուսին տենաս, որ ակաշները տուղել ես, այս ինչի մասին ես ասեց, այն ինչ էին ասեց։ Բայց եթե հոգու մեջ ես, ասում է Սուրբ Հոգով լցված, փառք տվեց Աստծուն եւ նայեց երկինք եւ տեսավ երկինքը բացված եւ Հիսուս Քրիստոսին։ Այսօր ինչ ես տեսնում դու։ Մարդկանց ձայները, մարդկանց հայացքները, իրանց ատամների կրճտոցը, թե ով ինչ է ասում քո մասին։ Ստեփանոսը չնայեց դրանց։ Ստեփանոսին էլ հետաքրքիր չէր, այստեղ մենք կարդում ենք մի քանի րոպե հետո տանում են քարկոծում են։ Մեր աղբորը, այնքան որ չեն կարում տանեն, ժողովուրդ մի հատ ուշադիր լսեք։ Ասում է, երբ որ նայեցին նրա դեմքին, նրա դեմքը հրեշտակի երեսի նման տեսան։ Հրեշտակի երեսի նման, Աստծուն տեսան իր մեջ, բայց այնքան կարծրացած էին, որ տարան ու սպանեցին, այդ իրանց ոչինչ չասեց։ Նա այս ասма դեմքը հրեշտակի երեսի նման տեսան, նա այս տենաս մարդը լրիվ կերպարանափոխվել է, ոնց որ առջևդ հրեշտակ կանգնի ու դրա հետ մեկտեղ տանես քարկոծես։ Այդ ինչ սիրտ էր դրանց սիրտը, այդ ինչ քարացած, կարծրացած, այդ ինչ մարդիկ էին դրանք։ Նշում է գիրքը, եւ տեսան իր դեմքը հրեշտակի երեսի նման, բայց տարան ու քարկոծեցին, բայց Ստեփանոսի իսկի վեճը չէր, որովհետեւ ինքը գիտեր ուր էր գնում։ Մի հատ աղբեր ունենք, լավ խոսքեր էր ասում է «Պրաշայ զիմլյա, իդու դամոյ», էլ ինձ հետաքրքիր չի, ես տուն եմ գնում, էլ ինձ հետաքրքիր չի, ինչ եք ասում իմ մասին, ով է ասում, ոնց է ասում, ձեր ատամների կրճտոցը, ձեր խոսակցությունները, արդեն մարդը երկինքն է տեսել, Աստծո աջ կողմը Հիսուսին կանգնած, խի է Հիսուսը կանգնած, որտեվ բարձրանում է իր զավակին դիմավորելու։ Հիսուսը ոտքի է կանգնել, որ Ստեփանոսին դիմավորի, որտեվ մի քանի րոպեից իրանք հարկոծում են։ Այսօր սիրելիս, եթե դու հոգու մեջ ես, դու չես տենա ով ինչ ասեց, ով ինչ խոսած, ով ատամ կրճտացրեց, աման ում դուրը դու եկար, ում դուրը չեկար։ Այսօր այնքան են ասում, քույրիկը թող լռի, մի հատ մեկը կար ասում էր, քույրիկները հավրգել են, հենց այտենց է խոսում էր, գիտես, առանց Աստծուց վախ ունենալու։ Երբ որ քույրիկը տիրոջ խոսքն է խոսում, փոխանակ ուրախանալու։ Մտնում են կոֆե խմելով, կանֆետ ուտելով, ուրիշներին էլ դատում են, թե քուրիկները հավրգել են։ Մի հատ մոմենտ կար, ես էլ նեղվեցի, ժողովուրդ ջան, բայց հետո Տերս ասեց, դու նայ Ստեփանոսը նայում էր երկինք ու փառք էր տալիս։
նայում էր երկինք ու փառք էր տալիս, ինքը չէր նայում, ով է իրա վրա ատամ կրճտացնում, ում դուրնա գալի իրա քարոզը, իրա պատգամը։ Մարդը իրան ասեց, դուք Սուրբ Հոգուն միշտ հակառակ եք, սրտով ու ականջով չթլփատվածներ։ Եվ բոլոր այս չթլփատված աչքերով, ականջներով, սրտով հավատացյալները, որ երբևիցե չեն էլ թլփատվել, իրանց համար քո քարոզը տհաճ է, ամեն մահանաները կգտնեն, խոսքը կգտնեն, մյուսը, մենակ թե բերանդ փակեն, որտեվ իրանք չթլպատված աչքեր ունեն, չթլպատված սիրտ ունեն, չթլպատված ականջներ, որ այս աշխարհի մեջ են, ընկղմված, եւ իհարկե բնականաբար իրանց դուր չի գա քո քարոզը, դուր չի գա, բայց դու մի նայի ոչ մեկին, նայր երկինք ոնց որ Ստեփանոսը, նայում էր եւ հոգով փառք էր տալիս, որտեվ ինքը արդեն Հիսուսին էր տեսնում, Հիսուսը կանգնել է, որ գա իրան դիմավորի, էլ ինչ ատամ կրճտացնել, էլ ինչ փարիսեցիներ, էլ ինչ, դրա համար սիրելիներս, Տիրոջը նայենք, Հիսուսին նայենք, մեր հավատքի զորագլուխին, կատարողին, ով ինչ կասի, ով ոնց կասի, կարևորը թող քո համար երկնքի կարծիքը լինի, ինչ է ասում քո մասին Տերը, ով ես դու Աստծո աչքերի առաջ, այսօր որ մի ճշմարիտ մարգարեին ընդունեցին, որ մի ճշմարիտ քարոզիչին սիրեցին, որ մեկի հետևից ջուր լցրեցին, ասին Աստված օրհնի, հələ նայեք սուրբերի կյանքը, նահատակեցին, սպանեցին, սրատեցին, որին նայում ես նահատակվել է, չարչարվել է, որտև այն հոգին, որ իրանց մեջ է, աշխարհի հոգին չի ընդունում, քո մեջի լույսը չի ընդունում, քեզի չի կարա ընդունի, ոնց որ մեր Հիսուսին չընդունեց, ինչի համար, որտև իրանք խավար են, եւ նույնն էլ այսօր շատ հավատացյալներ գիտեք, երբ որ խավարի մեջ են, անունով են հավատացյալ, բայց ապրած կյանքով շատ հեռու են կիլոմետրերով, իրանք է չեն ընդունում, լիքը պատճառներ են բռնում, այս մարդը իրավունք չունի քարոզելու, դու ես մարդ արարած, որ դու ասես այս մարդը քարոզի թե չէ, ես վերջերս մի հատ քուրիկ քարոզիչի էի նայում, երբ որ իրան էլ շատ հալածել էին, ասում է Հիսուսը ինձ հայտնվեց եւ ասեց, որ այս թեմաների մասին դու կխոսաս, ասում է ես ասեցի Տեր, ես ինձ չեն ընդունի, ինձ կքարկոծեն, ես ասենց բաներ խոսեմ, ասում է դու գնա հովիվների մոտ, դու իրանց ասա, թող իրանք անեն, Տերը ասում է ես գնացի իրանց մոտ, բայց իրանք չընդունեցին, ես գնացի թակեցի իրանց դռները սրտի, իրանք չարեցին այդ բանը, եւ հիմա ես քեզ եմ եկել, քույրիկ է, քույրիկա, Տերը ասում է քեզ եմ եկել, դու պետք է ասես, շատերի մոտ գնացի իրանք չարեցին էդի, եւ դրա համար ով ես դու մարդ արարած, որ որոշես, ով խոսա, ով անի, ով չանի, եթե որ Տերն է առաջնորդում, դրա համար սիրելիներս այսօր այնքան տենց Ստեփանոսներ քարկոծվում են, հենց իրանց եկեղեցիներում, հենց իրանց հավատացյալ քուրախբերների կողմից, որտև այն հոգին, որ իրանց մեջ է, չի կարում ընդունի, ոնց, դու խոսաս, ոնց, հա, հենց ես խոսամ, Տերն է ընտրել, եթե պրետենզիաներ ունես, գնա Աստծուն ասա, ինձ մի ասա, նա ով ինձ ընտրել է, ով այս խոսքերը դրել է իմ բերանում, գնա նրա հետ կռվի, հալելույա, փառք Տիրոջը, դրա համար սիրելիներս, մոտենանք Տիրոջը, լեցվենք Սուրբ Հոգով, չար ժամանակներում ենք ապրում, շատ սուտ վարդապետներ են դուրս եկել ու էլի եկել են, ոնց որ Հովանես Առաքյալը ասեց, շատ ներեր գալիս են, գնում են, միշտ էլ դրանք եղել են, սուտ վարդապետություններ, քոնը պահի, ամուր բռնի են ինչ որ դու ունես, ամուր բռնի եւ քոնը պահի, անկախ ամեն ինչից ինչ կասեն, ոնց կասեն, եթե որ Ստեփանոսը նայեր, ով ինչքան մեծ քար է վերցրել, որ խփի իրան, ինքը չէր տեսնի երկինքը բացված եւ Հիսուս Քրիստոսին Աստծո աջ կողմում, եթե որ ինքը նայեր այդ քարերին, այդ քարերի մեծությանը, ով ինչ քար է վերցրել, որ տա իր գլխին,
ինքը չեր տեսնի։ Հալելույա։ Դրա համար նայի Հիսուսին, ինչքան դժվար իրավիճակ կլինի, ով կքարկոծի քեզ, ինչ կասեն։ Ասա գիտեմ ում եմ հավատացել, հալելույա, ես գիտեմ ում հետևից եմ գնում, թեև ամբողջ աշխարհը կանգնի եւ ասի, որ դու սուտ ես, ես Հիսուսի հետևից եմ գնում, ոնց որ Հիսուսին արեցին, նենց է քեզ են անելու, ինձ են անելու։ Վայ մեզ, եթե լավ խոսան մեր հետևից, ժողովուրդ, վայ մեզ։ Իսկ եթե որ հալածում են փառք Տիրոջը, ուրեմն ճշմարիտ ճանապարհի վրա ենք։ Հիսուսին էլ հալածեցին, ինչի ենք վատնում։ Երբեմն եղել է իմ հետ, որ սենց լացել եմ, ասել եմ Տեր, ախր ինչի, բայց Տերը ասում է նորմալ է, ասենք բնականon իր հունով գնում է, աղջիկ ջան, բալես նորմալ գնում է, ինչ ես վատնում։ Ինձ արել են, քեզ էլ են անելու, ինչ այնձնից լավն ես։ Ինձ արել են, քեզ էլ են անելու։ Մի վատ եղեք, իմ խոսքը չընդունեցին, քոնը չեն ընդունելու։ Նորմալ է։ Երբեք մի հուսահատվի, մի նայի։ Տերը ամեն բան տեսնում է, երկնքի կարծիքը առաջնային է, դրա համար լեցվի այսօր Սուրբ Հոգով, անկախ ամեն բանից, լեցվի Սուրբ Հոգով։ Իսկ որն է այդ լեցունությունը, Տիրոջ խոսքը կարդալը, Տիրոջ խոսքի հետ մտերմանալը, աղոթքի կյանքը, չբավարարվես երբեք, որ դու Սուրբ Հոգով մկրտված ես ու վсё արդեն երկնքում ես, չէ, մտերմացիր ես խոսքի հետ, ամեն օր, սնվիր, հոգից սնիր, ոնց ես կոֆե խմում, մարդկա ասում է, ես առանց կոֆե կգժվեմ, մարդկա սիրում է, հիմա ինչ անես, Այ տենց Աստծու խոսքը կեր, ասա առանց Հիսուս ես չեմ կարա, ես որ իմ հոգին չսնեմ, ես չեմ կարա։ Սիրի Աստծու խոսքը, սիրի ընթերցանության կյանքը, սիրի աղոթքի կյանքը, վերջապես այդ այն ժամերն է, որ Տերը քեզ պիտի հանդիպի, Տերը քեզ կարոտում է, Տերը ուզում է քեզ հանդիպի, ասում է զավակս, ես քեզ կարոտել եմ, ոնց է երկերքոցի մեջ ասում աղավնիս, կատարյալս, լսել տու քո ձայնը, որտև կարոտել է ինքը քո հայրն է, եթե մենք այսօր ծնողներ ենք, սիրելիներս, մեր երեխեքը գան մի հատ 5 րոպե, հա, մամ ջան, ոնց ես, ինչ ես ու սաղոր գնա իրա գործերով, ծնող ես, չէ, ուզում ես, որ շփվես, բա շատ անգամ էլ մենք տենց ենք, Հիսուս ջան, հա, փառք ես օրը օրհնի, ես հոգսը վեկալ էնի, ոնց որ շատերի համար կախարդական փայտիկ լինի աղոթքը, Տեր ջան, էսի արային, էնի հաջողություն, մեկ էլ ես իմ եբ, իսկ Տերը տենց չի ուզում, Տերը ուզում է գոհության աղոթք, հլը նախ այդ քո խնդրվածքները թող մի կողմ, եթե չասես էլ ինքը գիտի ինչա պետք, բայց դու մի հատարի կարոտած սրտով, մի հատ ասա պապ ջան, ես քեզ կարոտել եմ, Հեր ջան, ես ինչ լավ է որ դու կաս, Էդ է իրական աղոթքը ժողովուրդ, որ խոսած քո հոր հետ, ոչ թե հլը, ոչ մեկ, ոչ երկու, Տեր ջան փող չունեմ, Տեր ջան մարդուս փողի, Տեր ջան առողջականս, Տեր ջան մի հատ լավ կնիկ տուր կամ մի հատ լավ մարդ տուր, հալելույա ամեն։ Տերը լացելով նայում ասում է, ինչքան մեղք ես դու, մի բան ինձի չասեցիր, մի հատ չասիր Հիսուս ջան, ոնց հա սիրած մարդը, չգիտեմ ոնց բացատրեմ, սիրած մարդը սիրածին տենալուց, կարող է ինչ-որ բաներ ուզի, ես եմ ուզում, են եմ ուզում, իրանք իրար տենում են, էդ իրար արդեն բավական է, իրանք իրարից լիանում են, արդեն իրա ներկայությունը քեզ ամեն ինչ ասում է, բայց մենք գալիս ենք աղոթքի, Տեր ջան ես հոգսը, Տեր ջան են հոգսը, հալելույա ամեն։ Ցավոք սրտի, իսկ Տերը կարոտում է, Տերը ուզում է, որ դու իր հետ խոսաս, ես չեմ ասում հոգսերը չբերենք, բայց նախ եւ առաջ, արի, Տիրոջը կարոտար, Տեր ես քեզ կարոտել եմ, Տեր, երգի, այսենց աղոթքի մեջ երգի, վայելի իրան, հլը թող էդ, հլը էդ ամեն ինչը կհասցնես ասես, բայց սենց երգի, հա փառաբանի, Տեր, ինչ գեղեցիկ ես, Տեր ինչ հիանալի ես, այդ է երկրպագությունը, որ աղոթքի մեջ դու վայելում ես իրան, ընդ է կարողա տու նսկի ուտելու հաց էլ չկա, խի Տերը չի տենում,
Տերը չի տենում, ժողովուրդ ասում է քո գլխի մազերը հաշված է։ Մենք չգիտենք մեր գլխի վրա ինչքան մազ կա։ Օրականից 180 հատ մազ, 100-ից 80 հատ մազ ընկնում է մարդու գլխից։ Ամեն օր այդ քանակը փոփոխվում է։ Տերը ասում է, ես գիտեմ, ամեն օր քո գլխի վրա ինչքան մազ կա։ Տերը չգիտի քո ֆինանսը, Տերը չգիտի քո հոգսը, Տերը չգիտի քո հիվանդությունը, Տերը չգիտի չի տենում քո մարդուն, քո կնգան չի տենում։ Բայց արի շնորհակալական աղոթքով, հələ այդ ամեն ինչը թող մի պահ։ Տեր ասա, ես ուզում եմ քեզ վայելեմ, ինչքան քաղցր ես դու։ Փառաբանի երկի, քո տիրոջը բառեր ասա, բառեր սրտից բխած։ Տեր ինչ գեղեցիկ ես, Տեր ինչ հիանալի ես, Տեր ինչ սքանչելի ես։ Են մնացածը հավատա կմոռանաս։ Արդեն ինքը ներկայությունը ինչով, էնի կմոռանաս։ Ինչ հոգսուներ, ինչ պետք է ասեիր։ Փառք Տիրոջը, Տերս փառավորվի, սիրելիներս, այսօր այսքանը Տերը